Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնատու Սամվել Կարապետյանն իր ուղերձում հայտարարել է։ Դե իրաց միտինգին քանակ բան դրանց չեմ ուզում անդրադառնամ, ուղղակի հիմա քանի որ հայտարարել որ ինքն է վարչապետի տեխնատու, երբ որ սահմանադրությամբ ինքը դա չի կարող լինել, երկխաղաքացիություն պատճառով, ինչ է ի վերջո այդ մարդը ասում, այդքան տրամադրվել էին մեզ էլ ասին, չգիտեմ ինչեր ալնելու, սպասեք, տեսեք, ինչ շատ կարևոր բան ասելու, դե լավ, ասենք լավ իմանանք, էլի թե այդ մարդը վերջը ինչ ասե։ Ուրեմն ինչ ասում Սամվել Կարապետյանը, ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին եւ փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Այս արդյոք ինքը մեծ լավություն չի անում, որ կառավարումը փոխանցում է իր երեխաներին, որովհետեւ սահմանադրությունը հստակ ամրագրում է։ Կառավարության անդամը, նաեւ վարչապետ բնական է թե կառավարության անդամ եւ падգամավորը, եթե նույնիսկ բիզնեսի սեփականատեր է, ապա ինքը այդ բիզնեսը պետք է լիազորային կառավարման հանձնի եւ ինքը չի կարող նույնիսկ թաքնված ձևով, քողարկված ձևով այդ բիզնեսի տնտեսական գործունեության հետ կապված որևէ քայլ անի, որովհետեւ եթե դա հայտնաբերեն, միայն ոչ միայն պաշտոնին հրաժեշտ կտա, այլ նաև կարող են որոշակի խարդախությունների բանի հետ կապված քրեական գործառույթ։ Այսինքն այսպես թե այնպես բիզնեսը հանձնելու ես լիազորային կառավարման, եթե լինես նախարար, լինես վարչապետ կամ լինես падգամավոր, դա այդպես էլ պետք է լինի, բայց այդ դեպքում հարց է ծագում։ Այդ լիազորային կառավարման հանձնելուց հետո եւ ինքը որ չի կարող դառնալ վարչապետ, երբ որ մինչեւ հիմա ասում էին հունիսին ինքն ալնելու վարչապետ, որ անհնարին է, որովհետեւ օգոստոսին է լրանում ժամկետը այս խորհրդարանի 8-րդ գումարման, նշանակում է նաև վարչապետի ժամկետը լիազորությունների։ Հունիսին ոչ մի պարագայում չի կարող լինել անկախ նայած ինչքան ձայն ուզում ստանաս։ Բայց բացի դրանից, եթե հիմա էլ արդեն մի քայլ առաջ են գնացել, ամբիոնից հայտարարում են, ասում են ինքը ոչ թե հունիսին է վարչապետ տնելու, արդեն հիմա է վարչապետ։ Այսինքն հասկացան, որ այն սուտը, որ ասում են, երևի շատ դիմադրության չի հանդիպում, ավելի լավ ասենք հիմիկվանից է, մտամին չախանգարում։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանը իր բիզնեսը հանձնում է լիազորային կառավարման եւ չի միջամտելու այդ բիզնեսին։ Բայց Հայաստանը պետք է դառնա ինքնաշարունակում։ Անվտանգ, խաղաղ, հարուստ, կայուն, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը դատարկում են սեփական գրպանները, հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն, նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստը կտրուկ բարելավումով, բիզնես, գյուղատնտեսություն եւ այլն հայտարարել Սամվել Կարապետյանը։ Հիմա հասկանալի։ Սամվել Կարապետյանը պայմանականորեն ասենք դարձել է վարչապետ։ Չնայած գիտեք, որ սահմանադրությունը այդ հնարավորությունը չի տալիս, բայց ժողովրդին ներկայացնում են, որ մենք մեր տեխնատուն Սամվել Կարապետյանն է։ Ինքը բիզնես չունի, տվել է լիազորային կառավարումը իր երեխաներին։ 300 աշխատատեղ ինքը ո՞նց է ստեղծելու։ Ո՞վ է ստեղծելու։ Պայմանականորեն համարենք ինքը վարչապետ է։ Վարչապետը կարող է կառավարել բացառապես բյուջեի փողերը։ Վարչապետը ո՞նց կարող է կառավարի որևէ բիզնեսի փող։ Դա սահմանադրության խախտում է։ Կարող է դատվի։ Ով է ստեղծելու 300,000 աշխատատեղ։ Վարչապետ Կարապետյանը։ Պետությունը աշխատատեղ է ստեղծում շուկայական տնտեսության ժամանակ։ Եթե պետությունը շուկայական տնտեսության ժամանակ աշխատատեղ է ստեղծում, նա դա ստեղծում է ընդհանրապես հանրային ծառայողներ։ Քաղաքացիական ծառայող, պետական ծառայող, ընդհանուր առմամբ հանրային ծառայող։ Որպեսզի բյուջեի հաշվին, հարկատուների հաշվին վճարեն գումարներ։ Բայց այն դեպքում, երբ որ ժամանակակից տեխնիկայի տեխնոլոգիայի պարագայում գումարած նաև շեշտակի ձևով ավելանում է արհեստական բանականության ներկայությունը տնտեսության մեջ, տարբեր ոլորտներում, պետական աշխատողների ավելացումը, դա նշանակում է լինել անարդյունավետ եւ անարդար կառավարիչ։ Այսինքն քու թիմակիցների խցկես պետական վարձատրվող աշխատանքի եւ փողեր տաս։ Դա նշանակում է պետությունը աշխատատեղ չի ստեղծելու։ Եթե ստեղծես դա վատ է։ Այդ բացատրեցի դες։ Հիմա երկրորդը, ինչի պետությունը գործարան է կառուցում։ Ժողովուրդ։ Պետությունը ստեղծում է բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսզի գործարան կառուցի մասնավորը։ Դրամավարկային, հարկաբյուջետային արդյունավետ քաղաքականություն տանելու արդյունքում մարդիկ ցանկանում են ներդրում անել, բայց այդ դեպքում հարց, ում անունն է ցես 300,000 աշխատատեղ խոստանում, ում անունից ես գործարան խոստանում։ Դու չես կարող Տաշիր գրուպի անունից խոստանաս, դա քոնը չի։ Կառավարի լիազորային կառավարման է ստվել։ Բա պատկերացեք, ընտրությունն ավարտվում է, Տաշիր գրուպի Սամվել Կարապետյանի երեխաները ուսումնասիրում են, ասում են՝ հայրիկ ջան, մենք մերքան փորձառություն չունենք, էլի, որ մենք կարողանանք այս միլիարդանոց բիզնեսը աշխատացնենք։ Համել հիմա դու խնդրեմ ես ունեցել, բան տեսնստե, հիմա տեսնում եք մեր շուրջ էլ պատերազմ է, Ռուսաստանը պատերազմի մեջ է, մենք հսկայական գումարներ ունենք Ռուսաստանում ու բիզնես։ Այսօր մենք առաջիկա 5 տարին չենք ցանկանում Հայաստանում ներդրում անել։ Ումից ենք պահանջելու որ այդ ներդրումն անել։ Վարչապետ Կարապետյանից։ Տաշիր գրուպը կառավարման խորհուրդը հավաքվում է, տնօրենների խորհուրդը թե ոնց է դա կոչվում, որոշում է կայացնում առաջին 5 տարին Հայաստանում ներդրում չանել, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի պատերազմը, Սամվել Կարապետյանի տուժած վիճակը։ Ում ենք պահանջելու, ասենք, բան չի մեզ խաբեցիր։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ում անունից են մեզ 300,000 աշխատատեղ խոստանում կամ գործարաններ խոստանում։ Ո՞վ է դա կառուցելու։ Եթե դու բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծես, կարող է ուրիշ բիզնեսմեններ էլ անել։ Բայց երբ որ մարդը կանգնում է, որ ինքը ասում է, ես բիզնեսի լիազորային կառավարումը տալիս եմ երեխաներիս, այդ դեպքում հաշվին ես փոքր բիզնեսի հարկերը զրոյացնում։
Դու պետք է վերցնես բյուջե եւ մեզ ասես, այսքան ունենք պարկ, ամեն տարի այսքան պարկը սպասարկում ենք, որովհետեւ դու ստանալու ես այնպիսի բյուջե, ինչպիսին թողնում է քեզ Փաշինյանը։ Փաշինյանի թողած արտաքին պարկերով, պետական պարկերով հանդերձ։ Դու ունես դա վարկի սպասարկման մակարդակ եւ ունես այսպիսի տնտեսություն, այսպիսի հնարավորություն աշխարհի հետ հարաբերվելու։ Մեր տնտեսությունը հիմնականում կախված է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը պատերազմի մեջ է, եւ այս պարագայում դու պետք է ցույց տաս բյուջեում ինչպիսի գործիքներով ես ստանալու այնպիսի մուտքեր, որի պարագայում դու կարողանաս փոքր բիզնեսի հարկերը զրոյացնես։ Կամ դեղերի ինչ որ 20%-ով էժանացնել։ Ո՞վ է էժանացնելու։ Պետությունը դեղ է էժանացնում։ Ո՞վ է դա անելու բիզնեսը։ Դու չես կարող բիզնես կառավարել լինելով վարչապետ։ Հենց դա դու արեցի, դա սահմանադրության խախտում է։ Մի հատ էլ բռնվեցի, դատվելու ես։ Այսինքն ում ամնից ես խոստանում։ Հիմա եթե ես կանգնեմ ասեմ Ժողովուրդ ջան, ես ես խոստանում եմ 300,000 աշխատատեղ ստեղծենք։ Դուք ինձ հարց կտաք, չեք ասեք մի հատ ցույց տու ոնց է ստեղծելու։ Բայց իրան ինչ չեք հարցնում։ Հա, ասեք Տաշիր գրուպն է ստեղծել, Տաշիր գրուպը չի կարող ստեղծի։ Դե չի կարող կապ ունենալ Տաշիր գրուպի հետ։ Սա է, Ժողովուրդ ջան։ Այսինքն եթե ինչ-որ մեկը ձեզ խափելու է, ներկայացնելու է ծրագիր, ընտրվելուց հետո է ձեզ խափելու։ Ապա այս մարդիկ ընտրվելուց առաջ են ձեզ խափում։ Որտեղ ինչ որ իրանք ձեզ խոստանում են, իրանք դա չեն կարող անել։ Չի, ուղղակի հնարավոր չի դա անել։ Դու չես կարող ասել, ես այնպեսի բարենպաստ ներդրումային միջավայր կստեղծեմ, որ 300,000 աշխատատեղ կստեղծի։ Ով կստեղծի, մասնավորն է բերելու անի։ Դու ում ամնից ես մեզ խոստանում։ Ամերիկյան ընկերության, ֆրանսիական, չինական, ռուսական, ով է կոնկրետ 300,000 թիվը, սենց հաշված գրամ տվել ասել, այս 300,000-ը մենք կգանք կստեղծենք։ Ով որ բիզնեսմենին ես հրավիրել, որի հետ ունես պայմանագիր, եւ ով է ասել, որ եթե դու ունես վարչապետ, այդ մարդիկ այդ ներդրումը կանեն։ Այսինքն ում անունից եք խոստանում։ Եվ այդպես էլ մարդկանց մեջ տարածել եք, որ այդ մարդը գա որ այդ ամեն ինչը անի։ Այդ մարդը նախ չի գալու, որ գա էլ այդ ամեն ինչը ոչ մի բան չի անելու, որտեղ ինքը կարող է այդ ամեն ինչը անել բացառապես բյուջեի շրջանակներում։ Վերջ։ Բյուջեի շրջանակներում ինքը ի վիճակի է 300,000 աշխատատեղ ստեղծի։ Ի վիճակի է գործարաններ կառուցի, ի վիճակի է միլիարդավոր դոլարներ ներդրում անի, բյուջեի միջոցների հաշվին։ Հասկացաք, հարցի ամբողջ լայնածավալ խաբեությունը ժողովուրդ։ Եթե այդքանից հետո դուք պետք է խաբվեք դրանք ցայն տակ, լա ես չեմ խոսում որ դա ռուսական ներկայությունը, լա չեմ խոսում որ Պուտինը կասեցի խաղեր եք տալի։ Ես ընկած բիզնեսմեններից փող եմ հավաքում, որպեսզի ֆինանսավորեմ պատերազմը Ուկրաինայում, դու եկել ես ասում ես գնամ Հայաստանում ներդրում անեմ։ Հայաստանը պատերազմ մի մեջ չի։ Փող ունես, բեր տուր մեր բյուջեին տուր։ Բանը Ռուսաստանի հաշվին ես միլիարդատեր դառը։ Եթե այստեղ ասում են այդ մարդը Հայաստանի հաշվին չի միլիարդատեր դառը։ Բա ուրեմն Պուտինն իրավունք ունի, ասի մեր հաշվին ես միլիարդատեր դառը։ Արի մուծվի, եթե ումի ասի չունեմ, ո՞նց չունես որ ուզում ես Հայաստանում փող դնես, ուրեմն ունես։ Եթե ունես, արի մուծվի, մեր էլ քաղաքացին ես։ Չգիտենք որ Պուտինը պահանջ է ներկայացնում Ռուսաստանաբնակ միլիարդատերներին։ Այսինքն դուք ակնհայտ տեսաք, որ այս ամեն ինչը կարճ ժամանակ հետո ես դա չեմ ասում աշխարհակաղակական, ես սա չեմ ասում որ ավելի սերտ Ռուսաստանի հետ հարաբերությունը հաստատելու։ Ես ես ուղղակի ներկայացրեցի որ օրենքով այն ինչ որ ինքը խոստանում է, ինքը այդ իրավասությունը չունի դա խոստանալու։ Դա սահմանադրության խախտում է։ Դոնալդ Թրամփը չի գնում նախագահ ընտրվելու ժամանակ, ասում Ժորժ ջան, ես որ ընտրվեմ, այդ բիզնեսմենները գիտեք, չէ՞ որ ունեմ այդ բիզնեսները։ Այդ բիզնեսներից փող եմ դնելու Ամերիկայի բյուջե։ Այդպես բան չի լինում, Ժորժ ջան, նրան ուղղակի կդատեն դրա համար։ Դու կարող ես կառավարել բյուջեի փողերը, վերջ, պետական բյուջեի, վերջ։ Կարող ես ստեղծել պայման, որ մասնավորը ներդրում անի, վերջ։ Իսկ ով ասել, որ որևէ բիզնեսմեն ներդրում պետք է անի մեկ ուրիշ բիզնեսմենի կառավարություն։ Ընդհակառակը շատ լուրջ բաներ առաջանում, ասում են ախպեր ջան, որպես ինչ պետք է անենք որ։ Իսկ ինքն է չի կարող խոստանալ մի բան, որի լիազորությունը ինքը չունի։ Իսկ մնացածը, որ դուք կտեսնեք, որ այլևս որ ինքը հնարավորություն չունի նաև վարչապետ դառնալու, որովհետև որոշակի ժամանակացույց է պետք, որ ինքը դա անցնի սահմանադրությունը փոխելու, ով է դառնալու օգոստոս ամսին, եթե իրանք մեծամասնություն ունենան իրանք վարչապետը։ Ոչ մեկը։ Այսինքն իրանք իշխանությունը վերցնում են, մեծամասնություն ունեն ու ոչ մեկը դառնում է վարչապետ։ Բասեք ով է։ Այսինքն ինչ որ մեկը վարչապետի բանը տեղապահ, հա։ Այսինքն իրան դնում է կողքից ինքը ղեկավարում։ Դուք տենց եք պատկերացնում պետական կառավարման համակարգը։ Դուք ակնհայտ տեսնում եք, որ այդ մարդը չի կարող դա անել։ Եթե տեսնելուց հետո հավատում եք, դա ձեր խնդիրն է, ժողովուրդ ջան։ Հետո չասեք չասեցին։ Դուք լավ գիտեք, որ ձեզ ուղղակի խափում են, որը բացահայտված է մինչև ընտրություն։ Եթե դրանից հետո դուք պետք է մտածեք գնանք իրանց ընտրենք, որ այդ 300,000 աշխատատեղը ստեղծի, դե լավ է։ Ուրեմն դուք դա եք ուզում։ Դուք ուզում եք խափվեք, ասում եք, ասեք մեզ համով սուտ։ Մենք չենք ասելու ստեղծելու ենք 400,000 աշխատատեղ, որտեղ մենք ձեզ հարգում ենք։ Չենք ասելու։ Ու չենք էլ ասելու ինչ չեք հավատում որ։ Այդ ինչի եք իրան հավատում մեզ չէ։ Ինքն է չի կարող բիզնես կառավարի մենք էլ։ Մենք էլ ենք բյուջեն կառավարելու ինքն էլ։ Այդ ինչի իրան հավատում եք մեզ չէ։ Մենք դες բան մեզ թույլ չենք տա, որտեղ առաջի պայմանը մենք դες հարգում ենք։ Վերջ։ Սա։ Դրա համար ժողովուրդ ջան, ուզում եք իմանաք ինչա պետք անել, պետք է այս երկուսին մերժել։ Պետք է այս երկուսին մերժել եւ ընտրել այլ ընտրանք։ Պայքարը այս երկուսի մեջ իրանց համարամահու կենաց կռիվ։ Սա ձեր կռիվը չի։
Ձեր կռիվը ստեղծել այլընտրանք, երկուսին էլ ճանապարհ դնել, երկուսի խաբեությանն էլ ճանապարհ դնել։ Իսկ այդ այլընտրանքը պետք է լինի, ասենք, մենք ինչ ենք առաջարկում Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի տեխնացուն։ Ես էլ ներգրաված եմ այդ կուսակցության ընտրացուցակի մեջ։ Ասում են, որ այո, ներկայացնենք այլընտրանք։ Այդ այլընտրանքը լինի այլընտրանք եւ այս իշխանությանը եւ ռուսամետ ընդդիմությանը։ Այդ այլընտրանքը համարի, որ մեր երկրի ապագան դա Եվրամիությունն է։ Չենք ասում վաղը կդառնանք, բայց երբ որ դու այդ ստանդարտները վերցրեցիր, երբ որ այդ որոշումը կայացրեցիր, ճանապարհային քարտեզը կազմեցիր, ամեն օր դու գնում ես այդ ուղղությամբ։ Դու չես կարող ճանապարհ անել դեպի Շանհայ, հետո ասես, երբ որ մի քիչ գնանք, կհասնենք Բրյուսել։ Եթե դու ճանապարհը գծես դեպի Բրյուսել, քանի տարում կհասնես ամեն հաջորդ օրը, քո վիճակը ավելի լավ կլինի թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների հիմնարարազատությունների, թե խոսքի ազատության, թե տնտեսության, թե անվտանգության։ Ամեն օր կգնաս ավելի առաջ։ Մեր առաջարկածը սա է ժողովուրդը։ Եվ այո, այդ այլընտրանքը պետք է լինի թե այս իշխանությանը, թե ընդդիմությանը, եւ մեկ էլ իշխանության սերը Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ ընդդիմության սերը Ռուսաստանի, դա էլ մերժենք եւ ասենք Ժորժյան, ուղիղ ձեր աչքի առաջ տեսեք այն ընդդիմությանը, որը ձեզ առաջարկում է եվրոպական ուղղությունը։ Այս է մեր ասելիքը։